Գիրք Եզեկիել, գլուխ 40-րդ։ Մեր գերության 25 տարումը, տարվա սկզբի ամսի 10-ին, քաղաքի հաղթվելուց հետո 14-րդ տարումը, նույն օրը Տիրոջ ձեռքը եղավ ինձ վրա և ինձ տարավ այնտեղ։ Աստծո տեսիլքներով ինձ տարավ Իսրայելի երկիրը, և ինձ մի շատ բարձր սարի վրա դրավ, և նրա վրա մի քաղաքի շինության պես բան կար դեպի հարավային կողմը, և ինձ տարավ այնտեղ։ Եվ ահա մի մարդ, որ երևույթը պղնձի երևույթի պես էր, և ձեռքին մի քթանի լար և չափի եղեգը, և նա կանգնած էր դռան մեջ։ Եվ այն մարդը խոսեց ինձ հետ. «Մարդի որդի, մտիկ տուր աչքերովդ, և ականջներովդ լսիր, և ուշադրություն արա այն ամենին, ինչ որ ես քեզ ցույց եմ տալիս, որովհետև քեզ ցույց տալու համար բերվեցար դու այստեղ։ Ամեն ինչ, որ տեսնում ես, պատմիր Իսրայելի տանը»։ Եվ ահա մի պարիսպ կար տանիցը դուռ շրջապատ, և այն մարդի ձեռքին չափի եղեգը 6 կանգուն էր, 1 կանգուն և մի ձեռքի լայնություն, և նա չափեց շենքի լայնությունը 1 եղեգ, և նրա բարձրությունը 1 եղեգ։ Եվ եկավ այն դուռը, որի երեսը դեպի արևելք էր, և նրա աստիճաններովը վեր ելավ, և չափեց դռան սիամը 1 եղեգ լայն, և 1 սիամը 1 եղեգ լայն, և 1 խուցը 1 եղեգ երկայն, և 1 եղեգ լայն էր, և խուցերի մեջտեղերը 5 կանգուն, և դռան սիամը դռան սրահի կշտին տաճարի կողմից 1 կանգուն, և չափեց դռան սրահը տաճարի կողմից 1 եղեգ, և չափեց դռան սրահը 8 կանգուն, և նրա դրանդիքը 2 կանգուն, և դռան սրահը դեպի տաճարն էր, և դռան խուցերը դեպի արևելք, 3 այս կողմից, 3 այն կողմից։ Նրանց երեքի չափն էլ 1 էր, և դրանդիների չափն էլ 1 էր այս կողմին և այն կողմին։ Եվ չափեց դռան մուտքի լայնությունը 10 կանգուն, դռան երկայնությունը 13 կանգուն, և 1 սահման կար խուցերի առաջին 1 կանգուն, և 1 կանգուն էր սահմանը մյուս կողմից, և խուցը 6 կանգուն էր այս կողմից, և 6 կանգուն մյուս կողմից։ Եվ չափեց դուռը 1 խուցի կտուրից մինչև մյուսի կտուրը լայնությունը 25 կանգուն, մուտք մուտքի դեմ, և դրանդիքը 60 կանգուն արավ, և գավիթը մինչև դրանդիքը հասնում էր դռան շուրջը, և դուրսի դռան երեսից մինչև ներսի դռան սրահի երեսը 50 կանգուն, և վանդակապատ պատուհաններ խուցերի մոտ, և նրանց դրանդիքի մոտ դռան ներսումը շուրջանակի։ Եվ այսպես էին սրահները, շուրջանակի պատուհաններ ներսի կողմից, և դրանդիքի վրա արմավենիներ։ Եվ ինձ տարավ դուրսի գավիթը, և ահա սենյակներ, և գավիթի համար շինված քարահատակ շուրջանակի, 30 սենյակ քարահատակի վրա, և քարահատակը դռների կշտին էր, դռների երկայնության դեմուդեմ, այսինքն տակի քարահատակը, և նա չափեց լայնությունը տակի դռան առաջից մինչև ներքին գավիթի երեսը ներսից 100 կանգուն, արևելքից և հյուսիսից, և այն դուռը, որը երեսովը դեպի հյուսիս էր նայում, ներսի գավիթի մոտ չափեց նրա երկայնությունը և նրա լայնությունը, և նրա խուցերը 3 այս կողմից և 3 այն կողմից էին, և նրա դրանդիքն ու նրա սրահները առաջի դռան չափին համեմատ էին, 50 կանգուն նրա երկայնությունը, և լայնությունը 25 կանգուն, և նրա պատուհաններն ու սրահները և արմավենիները այն դռան չափին համեմատ, որի երեսը դեպի արևելք էր ուղղված, և 7 աստիճանով վեր էին ելնում նրա վրա, և նրա սրահները նրանց առաջին էին։ Եվ 1 դուռ ներսի գավիթի մոտ, հյուսիսային և արևելյան դռան դիմացը, և նա չափեց դռնից մինչև դուռը 100 կանգուն։ Եվ ինձ տարավ հարավային կողմը, և ահա 1 դուռ կար դեպի հարավ, և չափեց նրա դրանդիքը, և նրա սրահները նույն չափերին համեմատ։ Եվ նա պատուհաններ ուներ, և նրա սրահները շուրջանակի այն պատուհաններին պես, 50 կանգուն երկայն, և լայնությունը 25 կանգուն, և 7 աստիճան էին նրանով վեր ելնելու համար, և նրա սրահները նրանց առաջիցն էին, և արմավենիներ ուներ մեկը այս կողմից, մյուսը այն կողմից իր դրանդիքի մոտ, և ներսի գավիթի դուռը դեպի հարավ էր, և չափեց դռնից դուռ դեպի հարավ 100 կանգուն, և ինձ տարավ դեպի ներսի գավիթը հարավի դռան միջով, և չափեց հարավային դուռը նույն չափերին համեմատ,
Եվ նրա խուցերը և դրանդիներն ու սրահները շուրջանակի 50 կանգուն երկայն և 25 կանգուն լայն, և շուրջանակի սրահները երկայն էին 25 կանգուն և 5 կանգուն լայն, և նրա սրահները դեպի դուրսի գավիթն էին, և արմավենիներ կային նրա դրանդիքի վրա, և 8 աստիճան ուներ վեր ելնելու համար։ Եվ ինձ տարավ ներսի գավիթը դեպի արևելք, և չափեց դուռը նույն չափերին համեմատ, և նրա խուցերը և դրանդիքն ու սրահները նույն չափերին համեմատ, և նա պատուհաններ ուներ, և նրա սրահները շուրջանակի երկայնությունը 50 կանգուն և լայնությունը 25 կանգուն, և նրա սրահները դեպի դուրսի գավիթը, և նրա դրանդիքի վրա արմավենիներ այս կողմից և այն կողմից, և 8 աստիճան ուներ վեր ելնելու համար։ Եվ նա ինձ տարավ հյուսիսային դուռը, և չափեց նույն չափերին համեմատ, նրա խուցերը, դրանդիքը և սրահները, և նա պատուհաններ ուներ շուրջանակի երկայնությունը 50 կանգուն և լայնությունը 25 կանգուն, և նրա դրանդիքը դեպի դրսի գավիթն էին, և արմավենիներ կային նրա դրանդիքի վրա այս կողմից և այն կողմից, և 8 աստիճան ուներ վեր ելնելու համար։ Եվ մեկ սենյակ կար, և նրա մուտքը դռների դրանդիքի մոտ, այնտեղ լվանում էին ողջակեզը, և դռան սրահումը 2 սեղան կար այս կողմից և 2 սեղան այն կողմից, նրանց վրա ողջակեզը և մեղքի պատարագը և հանցանքի պատարագը մորթելու համար։ Եվ դրսի կողմին դեպի հյուսիսային դռան մուտքը վեր գնալու մոտ 2 սեղաններ կային, և մյուս կողմին, որ դռան սրահի մոտ էր, 2 սեղաններ, 4 սեղան այս կողմից և 4 սեղան մյուս կողմից դռան կողմին, 8 սեղան, որ նրանց վրա մորթեն, և 4 սեղան ողջակեզի համար, տաշած քարից, երկայնությունը 1.5 կանգուն, և լայնությունը 1.5 կանգուն, և բարձրությունը 1 կանգուն։ Դրանց վրա պետք է դնեին այն գործիքները, որոնցով մորթում էին ողջակեզը և զոհը, և կրկնակարթեր 1 ձեռքի չափ պնդացրված էին տան վրա շուրջանակի, և սեղանների վրա զոհի միսը։ Եվ ներսի դռան դրսի կողմից երգեցողների սենյակներն էին, ներսի գավիթումը, որ հյուսիսային դռան կողքին էր, և նրանց երեսները դեպի հարավ էին, մեկը արևելյան դռան կողքին, երեսը դեպի հյուսիս։ Եվ նա ասեց ինձ. այս սենյակը, որի երեսը դեպի հարավ է, տաճարի պահպանությունը անող քահանաներինն է, և այն սենյակը, որի երեսը դեպի հյուսիս է, սեղանի պահապանությունն անող քահանաներինն է։ Նրանք Սադովկի որդիքն են, որոնք Ղևիի որդկանցից մոտենում են Տիրոջը նրան ծառայելու։ Եվ չափեց գավիթը, երկայնությունը 100 կանգուն, և լայնությունը 100 կանգուն, քառակուսի, և սեղանը տաճարի առաջին։ Եվ ինձ տարավ տաճարի սրահը, և չափեց սրահի դրանդիքը 5 կանգուն մեկ կողմից և 5 կանգուն մյուս կողմից, և դռան լայնությունը 3 կանգուն մեկ կողմից և 3 կանգուն մյուս կողմից, սրահի երկայնությունը 20 կանգուն և լայնությունը 11 կանգուն, և այն աստիճաններով միասին, որոնցով վեր են ելնում, և դրանդիքի մոտ սյուներ կային, մեկը մեկ կողմից և մյուսը մյուս կողմից։